այս հետյալ խմբերը 1891 թվականին որպես արդեն պաշտոնական կարգավիճակ ունեցող զինված խմբեր ստանում են Համիդիե ջոկատներ անվանումը։ Նրանք հիմնականում հենց հայերով բնակեցված տարածքներում, Արևմտյան Հայաստանում հարակից տարածքներում գործողությունների մեծ ազատություն էին ստանում։ Եվ 1891 թվականից սկսած նա ակտիվորեն սկսում է Համիդիե ջոկատներին օգտագործել Արևմտյան Հայաստանում օրակարգ ձևավորելու հարցում։ Նրանք պատժիժ գործողություններ էին իրականացնում, նրանք կարող էին մի քանի անգամ նույն հարկային պարտավորության հետևից պաշտոնյաների հետ միասին, այսպես ասած, համենալ հայկական բնակավայրեր եւ բնականաբար այս միջավայրը ամենևին էլ չէր ապահովում հայության համար ապագայի որևէ հնարավորություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։